Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Բարև ձեզ, առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է մշակութային մարդաբան Աղասի Տաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Տաթևոսյան։ Բարև ձեզ։ Եկեղեցին, կներեք, եկեղեցին չէ, եկեղեցու իշխանությունը, եկեղեցական իշխանությունը պայքարում է գործող իշխանության հետ այս պահին։ Մեր երկրի ներսում կա շատ լուրջ ընտանեկան բռնության աճ։ Արդեն նույնիսկ օֆիցիալ տվյալներով։ Իսկ մենք գիտենք ինչքան ընտանեկան բռնություն կա, որը ստատիստիկայի մեջ չի։ Վիճակագրությունը ընդհանրապես չի հաշվարկում։ Մեր երկրում հայրը սպանում է երեխային։ Մեր երկրում անընդհատ գողություններ են կատարվում։ Մեր երկրում հայը սպանում է հային։ Փառք Աստծո, այս տարի դիրքերում զոհերը պակասել են զգալիորեն։ Փառք Աստծո։ Հուսով եմ, որ դա շարունակելու է տենդենսը ավելի է պակասել։ Երբ որ այս բոլոր հարցերը մենք բարձրացնում ենք, ասում ենք, ես շատերը ինձ հետ վիճում են, երբ որ ասում են մեր հասարակությունը ծանր հիվանդ է, ասում են չէ հիվանդ չի, ես պնդում եմ, որ հիվանդ է։ Եվ շատերը այսպեսի մի բան են ասում են, մենք այս բոլոր տարիներին մենք գտնվում ենք այս պահին переходный период։ Հա, այդ Ռուսաստանում էլ է, այս սովետական հիվանդությունը, այդ переходный период-ը, հա, ինքը չի ավարտվում։ 91 թվականից արդեն 35 տարի է, 34 տարի է, մենք այդ период-ից դուրս չենք գալիս, այդ փուլից։ Երբ ենք դուրս գալու, եւ միգուցե խնդիրը այդ փուլի մեջ չի, խնդիրը շատ ավելի խորն է, փորձենք մի փոքր փորել, պարոն Տաթևոսյան, ես գիտեմ, մեզ մոտ դա լավ է ստացվում։ Լավ, միգուցե սկսենք այդ անցումային արտահայտությունից հետո։ Ես ինչու ռուսերեն ասացի, որովհետև դա ընդհանուր հիվանդություն է, որը հետ խորհրդային տարածքում բոլոր երկրները, բացի մերձբալթյան երկրներից, բոլորը դրանով հիվանդ են։ Դեպ ասեմ, այդ տերմինը, եթե չեմ սխալվում, ոչ նախկին խորհրդային երկրներում է ձևավորվել, այսինքն նկատնեմ հետ խորհրդային Ռուսաստանը, Հայաստանը կամ Ուկրաինան կամ մյուս երկրները, այլ այդ եզրը անցումային շրջան եւ շոկային թերապիա, դրանք իրար ուղեկցող արտահայտություններ էին ժամանակին։ Շոկային թերապիան գայդարը չէ բանարես տնտեսություն, եթե չեմ սխալվում, Եգոր Գայդարը։ Գայդարը սիրում էր այդ բառը շատ արտասանել, բայց իրականում այդ կոնցեպցիան ձևավորվեց արևմուտքում։ Ձևավորվեց ըստ էության ամերիկյան սովետոլոգիական դպրոցներում եւ որոնք սովետական միության քանդվելուց հետո ստացան տարբեր անվանումներ, հետ իրենք ստացան արևելյան Եվրոպայի եւ հետ սովետական երկրների ուսումնասիրության կամ սլավոնական եւ արևելաեվրոպական եւ եվրասիական երկրների ուսումնասիրության կենտրոններ եւ տարբեր անվանումներ, բայց այստեղ կարևորը այն չէ թե ինչպես են այդ վերանվանվել, այլ խնդիրն այն է, որ իրենք էլ էին անցումային շրջանում այն ինստիտուտները, որոնք ուսումնասիրում էին սովետական միության փլուզում եւ փորձում էին օգնել հետ սովետական երկրներին հաղթահարելու այն վիճակը, որում իրենք հայտնվել էին այդ անսպասելի փլուզումից, որովհետև սովետական միության փլուզումը անսպասելի էր նաև արևմուտքի համար։ Նույն ամերիկյան սովետոլոգիական կենտրոնները իրական չէին կանխատեսել, որ այդպես արագ է փլուզվելու եւ այդտեղ մի շատ փայլուն ուշ սովետական շրջանի հետազոտող կա Ալեքսի Յուրչակը, որը ծագումով Սանկտ Պետերբուրգցի, այն ժամանակվա Լենինգրադցի ուսանող էր, որը հետագայում սովորեց նահանգներում եւ գրել է շատ հետաքրքիր, հիմա պրոֆեսոր է Բերկլի համալսարանում, շատ հետաքրքիր մի գիրք, որի անվանումն է շատ արտացոլում է երևույթը, գիրքը կոչվում է Everything was forever until it was no more։ Ամեն ինչ թվում էր հավերժ, մինչև այն դադարեց գոյություն ունենալ։ Դա սովետական միության փլուզումն էր, բայց ինչ եմ ես այս խնդիրը մի փոքր այսպես մանրամասնում, որտեղ դա անմիջականորեն կապված է մեր հետ։ Խնդիրը այն է, որ այդ անցումային շրջանի ձևակերպումը եւ այդ կոնցեպցիան, մշակված կոնցեպցիան ինքը չարդարացրեց իրեն։ Ինքը այսպես ասած ի սկզբանե
թերություններ ունեցող կոնցեպցիա է եւ դրա համար այդ անցումային շրջանը ինքը հաջողություն չունեցավ արդեն 96-97 թվականների ես այդ շրջանի հետազոտող եմ դրա համար շատ մանրամասն տիրապետում եմ այդ գրականությանը նույն այդ անցումային շրջանի մասին 91, 92, 93 թվականին գրված հոդվածներն ու գրքերը սկսեցին խորը քննադատության ենթարկվել հիմնականում խնդիրը այն է որ այստեղ մարդիկ մտածում էին որ շուկայի ազատականացումը եւ քաղաքական համակարգի դեմոկրատացումը այդպես մոդելները տեղափոխելով եւ տեղադրելով այս երկրներում հաջողություն է ունենալու բայց իրենք հաշվի չէին առել այս երկրների մշակութային մենթալիտետը Այո, մշակութային համատեքստը, որովհետև դա շատ կարևոր բան է։ Ես հիմա կօգտագործեմ կոդեր անվանումը, բայց դա կապ չունի այն ծեծված գենետիկ կոդի կամ մշակութային գենետիկ կոդի հետ, այլ խոսքը վերաբերվում է այս կամ այն մշակույթը ունի այս կամ այն երևույթը մեկնաբանելու, բացատրելու իր, այսպես ասած, կոդերը, հա, խոսքը վերաբերում է, ասենք օրինակ քաղաքական երևույթներին, տնտեսական երևույթներին եւ հետխորհրդային երկրների տնտեսությունը եւ քաղաքականությունը մեկնաբանող, բացատրող, այսպես ասած, ընկալումները կոդեր չասենք, որ ասենք շատ չգնանք էլի այդ, չէ, դավադապաշտական տերմիններին կոդ, գենետիկ կոդ, չգիտես ինչ կոդ, հա, այլ ընկալումներ ասենք, այդ ընկալումները իրենք այնքան խորհրդային էին մնացել, որ իրենք չկարողացան մեկնաբանել այս երկրներում այսպես ասած ներդրված դեմոկրատական ու ազատ շուկայական ինստիտուտներ դրանք հարմարեցվեցին տվյալ երկրների մշակութային եւ հասարակական վարվելակերպի ստերեոտիպերին այսինքն անհաջողության մատնվեցին, հա, եւ դեմոկրատական ինստիտուտների կայացում, ասենք օրինակ ազատ ընտրությունները Հայաստանը, որպեսզի սենց абստրակտ չխոսենք, հա, 95 թվականին Հայաստանը տեղ ունեցավ Սահմանադրության հանրաքվե խախտումներով, 96 թվականին տեղ ունեցավ նախագահական ընտրություններ թե ազգային ժողովի ընտրություններն չէ, նախագահական ընտրություններ, որը էլի ավարտվեց, չէ, բանով, ներհասարակական կոնֆլիկտով։ Հիմա ինչ եմ ես այս ամենը ասում, որտեղ անցումային շրջանը ինքը փորձ արվեց կոնցեպտուալիզացնել, բայց կոնցեպցիան սխալ էր, թերի էր, եւ ինքը այսպես մի տեսակ մեր երկրներում հետխորհրդային հիմա գնում է ինքնահոս կերպով, սպոնտան կերպով եւ ըստ էության անցումը այո դեռ չի ավարտվել եւ անցումը ինքը 35 տարին բավարար չէ դրա համար որ այդ անցումը ավարտվի այստեղ պետք է հասկանալ ինչ նկատի ունենք մենք անցում ասելով այսինքն որ այդ ամեն ինչ է այդ խնդիրները որոնք ես իմ հարցում տվեցի մենք գցենք այդ անցման վրա մենք անցումային ենք մենք ինչ անենք դե ինչ է անցումը վատ բան չի իրականում Անցում վատ բան չի, պետք է հասկանալ, ուղղակի մենք որտեղից ուր ենք անցնում, որտեղից մենք դեպի ուր ենք գնում, հա, մենք խորհրդային տիպի հարկադիր ենթակայական հասարակությունից անցում ենք կատարում, փորձում ենք անցնել մրցակցային տիպի հասարակություն, հա։ Հիմա կոնկրետ այս փուլում նույնը եկեղեցու հետ կապված, չէ, այս իրավիճակը, կապված է հենց այդ անցման խնդրի հետ այս նշածս հասարակական տիպից անցման խնդրի հետ, որովհետև մի տիպից մյուս տիպին անցումը չի լինում սահուն կերպով։ Դրա միջակայքում գոյություն ունի միջանկյալ, այսպես ասած, համակեցության իրավիճակ, որը կոչվում է կոնֆլիկտային համակեցություն։ Եվ այդ կոնֆլիկտային համակեցությունը առաջանում է, երբ որ գոյություն ունեցող, այսպես ասած, ճահիճում, հա, այդ հարկադիր ենթակայական հիերարխիան, որը որ մենք ունեինք, չէ, ասենք այն ժամանակ ոնց էր, կային կլաններ Հայաստանում, եւ ըստ տարբեր կարծիքների մոտ 45 ընտանիք տիրապետում էր ողջ, այսպես ասած, կառավարում էր երկիրը, տիրապետում էր, այսպես ասած, հարստության հնային էր տիրապետում։ Այո, հա, որի գլխին կանգնած էր սկզբում բանը Քոչարյանց կլանը, չէ, հետո Սերժ Սարգսյանի կլանը, որը որ տարբերում է Քոչարյանական կլանից իր կառուցվածքով, բայց միևնույն է ինքը քրեաօլիգարխիկ բնույթ ուներ, հա, հիմա այդ քրեաօլիգարխիկ համակարգը ուներ իր կառավարման սկզբունքները, եւ այդ կառավարման սկզբունքը կառուցված է օրինակ
կոռուպցիայի վրա եւ շատ հետաքրքիր է որ այն ժամանակ երբ որ մենք խոսում ենք մի հայտնի տնտեսագետ կար իրենց համար հայտնի հա այդ տնտեսագետը չեմ ուզում իր անունը տալ նույնիսկ համալսարանի դասախոսում էր գիտությունների դոկտոր էր ուներ շատ թևավոր մի խոսք ինքը ասում էր եթե մենք կոռուպցիան հանենք մեր պետությունը կփլուզվի միակ շարժիչ ուժն է միակ առանցքը որը իր պատկերացմամբ պահում է պետությունը եւ իրենք հենց ինքը իրականում նաեւ իր ասացի մեջ շատ դառը ճշմարտություն կար որովհետեւ այո մենք ինչ տեսանք 2018 թվականին այդ համակարգը հանվեց փորձ արվում հանել չէ ու հիմնականում հանվեց համակարգային կոռուպցիա մենք չունենք այլևս Հայաստանում եւ ինչ են գուժում այդ համակարգի մնացորդ քաղաքական ուժերը չէ այսօրվա անդիմություն կոչվածը իրենք գուժում են աշխարհի վերջը այդ էսխատոլոգիական բանա չէ իրենց Հայաստանի վերջը նո Հայաստան աշխարհի այսպես ասենք հա որովհետև այդ միֆոլոգիական բանա հա գույժա որ քանդվում է ամեն ինչ իրականում ոչ թե ամեն ինչ քանդվում այլ տեղի անում հենց այդ փոփոխությունը անցումը այդ համակարգը որը առանցքը որի ողնաշարը կոռուպցիան է եւ կլանային օլիգարխիկ այդ 40-45 կամ մի քանի ընտանիքները որոնց մենք բոլորս գիտենք չէ ովքեր են դրանց կառուցած համակարգը քանդվել է հիմա նոր համակարգը ձևավորման փուլում է Եվ այդ համակարգը ինքը ունի նաև մասեր, որոնք որ այսօր են քանդվում։ Եվ այդ համակարգին ինտեգրված մասերից մեկն էլ եղել է մեր եկեղեցին։ Մենք պետք է շատ պարզ խոսենք այդ մասին, հա։ Ոչ միայն առանձին եկեղեցականներ, այո, ոչ միայն առանձին եկեղեցականներ, այլ հենց եկեղեցու ինստիտուտը, որովհետև 1938 թվականից հետո մեր եկեղեցին հարմարեցվեց սովետական համակարգին եւ հիմա ինչ է տեղի ունենում սովետական համակարգը փլուզվելուց հետո ձևավորվեց սովետականի հիմքի վրա այդ քրեաօլիգարխիկ համակարգը որովհետեւ սովետական համակարգը նույնպես կոռումպացված համակարգ էր բայց սովետական համակարգի կառավարման սկզբունքը նույնպես հարկադիր ենթակայական էր պարզապես այնտեղ այլ կարգի ուժեր էին կառավարում, այստեղ ուժերը փոխվեցին, համակարգը ձևափոխվեց եւ այդ անցման փուլերից մեկն էր, երբ որ սովետական տիպի կոռումպացված հարկադիր ենթակայական համակարգը վերափոխվեց կամ փոխակերպվեց, դարձավ քրեաօլիգարխիկ տիպի կոռումպացված հարկադիր ենթակայական համակարգ եւ մեր եկեղեցին սկզբում խորհրդային միության այդ համակարգի մի մասն է, դրան էին ինտեգրել եւ դարձել էին այդպիսին եւ հետո ինքը ինտեգրվեց այս նոր համակարգին։ Հիմա այդ համակարգը քանդվել է եւ եկեղեցին բնականաբար պետք է ինքը նույնպես վերափոխվի։ Եվ այն ինչ որ տեղի է ունենում, խորքային առումով տեղի այս խնդրի հետ գործ ունենք մենք, հա։ Եվ մնացած ամեն ինչ, թե ինչպես է դա կատարվում եւ ով ինչու են այս, չգիտեմ, էլ կուսակրոնության հարց, էլ ինչ ասես չեն անում, չէ, այդ հովանավանքի ինչ որ միտեղ մեկն է պատարականում, միտեղ մյուսը, դրանք այս խնդրի տեխնիկական կողմն են։ Այսինքն նրանք տեխնիկապես հիմա փորձ են անում լուծել այս անցման խնդիրը, որը որ ինչքան է տեխնիկան կատարելագործվի հմուտ ձևով արվի, այնքան մենք ավելի քիչ ցնցումներով կունենանք եւ ավելի քիչ վնասվածքներով դուրս կգանք այստեղից, որովհետեւ մենք շատ կարեւոր մի բան պետք է հաշվի առնենք, անկախ նրանից ինչպիսին են այսօրվա մեր եկեղեցու ղեկավար կազմը կամ այդ ղեկավար կազմի մի մասը, ինչ թերություններ ունեն, ինչ մարդկային կամ կրոնական հավատքի հետ կապված ինչ խնդիրներ ունեն իրենք եւ այլ, մենք գործ ունենք մի շատ կարևոր խնդրի հետ, որը պետք է միշտ մեր մտքում պահենք, հա։ Եկեղեցին բացի ինստիտուտ լինելուց, բացի ազգային ինչ որ այսպես ասած համայնքային իր ցանցային կառույց ունենալուց, հա, նա ունի նաև շատ կարևոր մի բան, ունի սիմվոլիկ արժեք։ Ըստ էության, երբ որ տարբեր կազմակերպություններ հարցումներ են անում, չկա այդպես վերջերս բանի հայերեն
չեմ հիշում CRRC արած հարցումը, բարոմետրի, Կովկասյան բարոմետրի համաձայն որի եկեղեցին շատ բարձր վստահության վարկանիշ ունի, չէ՞։ Խնդիրը գիտեք ինչու՞մն է։ Ինչին են մարդիկ այդ վստահության քվեն տվել։ Հենց եկեղեցու պատմականորեն ձևավորված սիմվոլիկ արժեքին։ Եվ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը այսօր այլ ոչ թե նրա այսօրվա պարունակությունը։ Իհարկե ոչ։ Բոլորի մասներով։ Եվ ոչ էլ հավատքի կողմն է այստեղ։ Ընդդիմությունը պնդում է հակառակը, ասելով որ պարունակությանն են ձայն տվել։ Մենք էլ հարցնում ենք այդ դեպքում այդ երբ որ այդ կտրիչի դեմ այդ գործողությունները, ակցիաները լինում են, այդ մարդիկ ուր են, ինչի չեն գալիս պաշտպանում։ Այստեղ խնդիրը ես պնդում եմ, որպես մշակութային մարդաբան, ես իհարկե կրոնական ոլորտի հետազոտող չեմ, բայց ինչքան էլ այդ ոլորտին հետազոտող չլինեմ, իմ հետազոտական խնդիրների մեջ միշտ այդ եկեղեցու սիմվոլիկ արժեքին վերաբերող հարցեր միշտ հանդիպել են, թե տարբեր գյուղերում մարդկանց հետ անցկացրած իմ հարցումների ընթացքում, իմ իսկ իրականացրած հետազոտությունների կամ տարբեր խմբերի թիմերի հետ, երբ որ մենք արել ենք տարբեր թեմաներով հետազոտություններ։ Ես կարող եմ պնդել, որ խնդիրը այստեղ եկեղեցու սիմվոլիկ արժեքի մեջ է, եւ այստեղ ամենագլխավոր զգուշություններից մեկը այս անցման շրջանում, հա, եկեղեցին ինքը պետքա փոխվի, բնականաբար, եթե երկիրը փոխվում է համակարգից մի համակարգից մյուսին է անցնում եւ մենք ոչ միայն երկիրն է փոխվում, այստեղ հասարակությունն է փոխվում, հասարակության համակեցության տիպն է փոխվում, հասարակական համակեցության հարկադիր ենթակայական տիպից մենք անցում ենք կատարելու մրցակցային տիպի հասարակության եւ նաեւ համագործակցային, այսպես ասած, տիպի համակեցության, հա, եկեղեցին ինքը հասարակական համակեցության մեջ կարևոր դեր զբաղեցնող կառույց է, ինչ առումով։ Եկեղեցին իրականացնում է, այսպես ասած, վերին ուժերի հետ, հա, ինքը հավատքի խնդիրն է լուծում, հա, համակեցությունը մարդկանց կապված հավատքի հետ։ Կոնկրետ այն մարդկանց, ովքեր որ եկեղեցու հետևորդն են, որտեղ կրոնական առումով մենք Հայաստանում ունենք բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդներից այլ մարդիկ էլ, ասենք օրինակ նույն մեր եզդիական համայնքը ունի իր հավատքը, ասորական համայնքի քրիստոնեական ուղղությունը այլ հավատք է, այլ ուղղություն է, այսօր Հայաստանում մոտ 60-70 հազար ռուսներ կան, նրանք էլ այլ ուղղություն են, այսինքն մենք ունենք շատ տարբեր համայնքներ։ Կաթոլիկ հայեր ունենք, բողոքական հայեր ունենք։ Բայց հայ առաքելական եկեղեցու առանձնահատկությունն է, որ նա նախ մեծամասնության, բնակչության մեծամասնության, այսպես ասած, այդ սիմվոլիկ արժեքի դերն է կատարում, հա, եւ համակեցության մեջ հենց իր այդ խորհրդանշական սիմվոլիկ արժեքի գործառությունը, գործառութայնությունը բավականին կարեւոր է, հա։ Հիմա այս առումով մենք փոխվում է մեր համակեցության տիպը եւ բնականաբար եկեղեցու դերակատարությունը այդ համակեցության տիպում պետք է փոփոխվի եւ որպեսզի եկեղեցու դերակատարությունը այդ համակեցության տիպում նոր տիպի համակեցության մեջ նոր դեր ստանձնի, եկեղեցին ինքը իր մեջ պետք է փոխվի, հասկանում եք։ Այսինքն մենք հիմա շատ կարևոր հետաքրքիր պատմական ժամանակաշրջանում ենք անցնում, մենք դա շատ ցավոտ ենք ընդունում, որովհետև մեր մարմնին շատ մոտ է, մեր կյանքին շատ մոտ են այդ ցնցումները եւ մեր մտածողության եւ ընկալումներին շատ մոտ են եւ շատ բաներ, որ մենք այսօր տեսնում ենք, ինչպես է ինչ որ մի բան քանդվում, դեռ նոր բանը չի ստեղծվել, մենք դրա մեջ տեսնում ենք այդ վախը, այդ էսխատոլոգիական վախը, աշխարհի կործանման, դա միֆոլոգիական մտածողությանը բնորոշ հատկանիշ է, որը վատ իմաստով չեմ ասում, որովհետև ամբողջ աշխարհի մարդկությանն է այդ մտածողությունը բնորոշ, ռացիոնալ դատողականի ուղեկցող եւ դրա հետ փոխկապակցված եւ այդ արդյունքում սկսում ենք փրկիչներ փնտրել։ Բնականաբար, երբ որ հասարակության մեջ ուժեղանում է միֆակրոնական մտածողությունը, կամ այդ կրողների դերակատարությունը գալիս է առաջի պլան, կամ որոշ քաղաքական ուժեր մտածված ձևով դիսկուրսը տեղափոխում են միֆակրոնական հռետորաբանության դաշտ, ապա ձեր նշածը սկսում է ուժեղանալ, այսինքն մարդիկ մտածում են, որ աշխարհը կործանում է եւ պետք է գտնել փրկիչ։ Աշխարհ ասելով ես նկատում եմ հայոց աշխարհը, հա, Հայաստան աշխարհը։ Այնպես որ մենք գտնվում ենք
Եթե նայենք հասարակական փոխակերպումների տեսանկյունից, այո, ձեր նշած անցումային շրջանի հերթական փուլում եւ մենք կարող ենք խոսել անցումային շրջանի գոնե, այսպես ասած, կայունացման մասին, եթե հարկադիր ենթակայական համակարգից լիոկատար անցումը հաջողվի մրցակցային համակարգի։ Ինչ է մրցակցային համակեցությունը, շատ պարզ երկու բառով ասեմ, մրցակցային համակեցություն դա այն համակեցության տիպն է, երբ որ հասարակության մեջ գերակայում է իրավունքը։ Պարոն Թադևոսյան, այսինքն եկեք այդ դեպքում հստակենք նաև քրոնոլոգիան, այսինքն ժամանակագրությունը։ Մեր անցումային շրջանը սկսել է ոչ թե սովետական միության փլուզումից 91 թվականից, այլ փաստացի 2018-ից։ Եթե դուք նկարագրում եք քրեալի օլիգարխիկ համակարգից անցում դեպի ինչ որ նոր համակարգ, դեպի նոր համակարգն է սահմանենք, էլի։ Եկեք այսպես ասենք, մեր անցումը սկսվել է 1950-ականների վերջից, երբ որ Հայաստանում ի հայտ եկան խորհրդային, այսպես ասած, խորհրդային մտածողության մեջ ի հայտ եկավ մտածողության մի ձև երիտասարդության մեջ, որը որ հակադրվեց ապասովետական էր։ Եվ կար եւ հակասովետական, եւ կար ապասովետական, այսինքն երբ որ մարդիկ ապրում եւ մտածում էին ոչ սովետական պաշտոնական դիսկուրսի եւ պաշտոնական թելադրվող վարքագծային նորմերի համատեքստում։ Այդ շրջանից մեր անցումը սկսվել է։ Եվ անցումը ինչու եմ ես կարևորում, որովհետեւ սա շատ կարևոր է մենք հասկանանք, թե ինչից ինչ ենք անցնում։ Մենք ապրում ենք սովետական միության փլուզման, իսկ սովետական միության փլուզում ինչ է նշանակում։ Նշանակում է Հայաստանի ապագաղութացման, որտեղ մենք սովետական միության եւ ռուսական կայսրության գաղութային տարածքն ենք եղել։ Եվ իրենք այսօր այդպես էլ ընկալում են մեզ։ Ռուսական շատ շրջանակներ, հատկապես վերնախավային շրջանակներ, քաղաքական վերնախավերը, մտավորական վերնախավերը, ռազմական վերնախավերը Հայաստանը չեն ընկալում որպես անկախ պետություն, իրենք Հայաստանը ընկալում են որպես Ռուսաստանի մի մաս։ Հասկանու եք, եւ հիմա այս փոփոխությունը փոխում է նաեւ իրենց հակադարձ ձևով գնում կպնում է իրենց մտածողությանը եւ այս process-ը եւ մենք անցումը վերջնական մի քանի շերտ ունի, շերտերից մեկն էլ այդ ապագաղութացումն է, այսինքն ցարական Ռուսաստանին իրավահաջորդ սովետական Ռուսաստանի մասից անկախ ինքնիշխան պետություն դառնալը։ Եվ տեսեք այսօր ինչ ցավոտ է տանում, չէ, ռուսական կայսրությունը Հայաստանի այսպես ինքնուրույն որոշումները, ասենք օրինակ Հայաստանը որոշել է զենք գնել, առաջին հերթին հայացքից շատ միամիտ բան է թվում։ Դու երկիր ես, որը ուզում է զենք առնել ուրիշ երկրից։ Չէ, եւ իրենք ինչ բաներ են սարքում, չէ, ասենք այդ կամ ուզում է այդ երկրի մեջով միջազգային տարանցիկ ճանապարհ բացել, որպեսզի ինքը այդ ճանապարհից օգուտ ստանա։ Եկեք մի աստիճան բարձրացնեմ։ Ուղղակի ուզում է իր պաշտպանության նախարարին նշանակել Երևանում, այլ ոչ թե Մոսկվայում։ Այո, իր ազգային անվտանգության ծառայության պետը չլինի Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության պետի ենթական։ Այո։ Եվ ոչ թե կատարի նրա հրամանները, այլ կատարի իր երկրի վարչապետի եւ իր երկրի կառավարող ինստիտուտների հանձնարարությունները, այսինքն ծառայի իր իսկ երկրին, այլ ոչ թե ծառայի Ռուսաստանի կայսրությանը։ Հա? Այսինքն մենք այդ անցումն ենք իրականացնում։ Մի կողմից Ռուսաստանից այդ գաղութային տարածքում գտնվող երկրից իր ինքնիշխանությունը վերականգնող երկրի ենք մենք այդ անցումն ենք մենք ունենում։ Մյուս կողմից հասարակության համակեցության այս տիպի փոփոխությունն է, որի մասին ես խոսում եմ։ Այսինքն այնպիսի համակարգ, որտեղ որ կարևոր է հեղինակություն իրենց փողի եւ իշխանության միջոցով կլանային քրեոլիգարխիկ այս գործիքների միջոցով հիերարխիկ բուրգի վերևում տեղ գրաված այդ բանով ուժերի կողմից համակեցության այս վերևից ներքև կառուցումը փոխարինվում է մրցակցային, այսինքն իրավունքի հիմքի վրա հավասար հնարավորությունների պայմաններում մրցակցող հասարակության։ Սա ինչ է նշանակում, որ
այլևս չգիտեմ, բենզին կամ շաքար կամ չգիտես մի ուրիշ բան մենակ մի մարդ չի բերում, այլ բոլորը կարող են բերել, եթե ունեն այդ հմտությունը եւ կարող են մրցակցության մեջ մեկը մյուսին, ասենք, հաղթել։ Առաջ ոնց է, չէ՞, հիմա այդ համակարգը արդեն կարելի ասել անցյալում է, որոշ տարեր միգուցե պահպանվում են, չէ՞, էլի ինչ որ ծանոթներով ինչ-որ տենդերներ էլի լինում են, մեկ էլ իմանում ենք ինչ-որ մեկի ընկերն է դա կամ մյուսը, բայց սա այն համակարգը չի, երբ որ քաղաքացին մտնում է, ասենք, քաղաքապետարան կամ որևէ նախարարություն եւ այն դռնապանից սկսած ես ինքս հանդիպել եմ նման բանի, Կենտոն համայնքում ես գնացել եմ իմ զոքանչի տան հետ կապված իր մարդու բանը սեփականությունն է, ամեն ինչ իրենն է, ընդհանրապես ինչ-որ մի թուղթ պետք է ստորագրել, ինչ-որ մի շատ կներեք արտահայտությունս համար, ինչ-որ մի երիտասարդ լակոտ փորձում էր ինձ ստորացնել ինչ-որ արգելքներ, չէ, չնող բանա, չէ, չնող, հետո էլ ինձ բացեի-բաց ասում է, ինձ այսքան դոլար փող պիտի տաս, հիմա տաս բեհ ասում, էլի բեհ են, չէ ասում դրան, գլխից էլի ավանս, ասում է, այս տուր, հետո բանը, 2 օրից ես մի հատ կխոսամ, որ սկսեմ քո գործը, բայց նայում ես ինչ-որ անարժեք մի էակ էլի, որ ասենք իր ողջ արժեքը հենա, որ մարդուն ասում է չէ չի կարող լինել, ու ինձ այսքան փող տիտաս, որ քո գործը սկսեմ։ Համակարգներ թույլ տալիս։ Հասկանում եք, ու այդ համակարգում ին տված այդ գումարը, մյուսի տված գումարը, այն մյուսի գումարը Ասճան առ ասճան բաշխվելով գնում հասնում է ընդհանուր մինչև երկրի նախագահի։ Դրա համար էլ այդ լակոտը իրեն անպատիժ է։ Այո, որովհետև երկրի նախագահի մակարդակով ինքը երաշխավորված է, որ անպատիժ կլինի։ Հիմա այդ համակարգը չկա։ Ինչքան էլ ուզում է անդիմությունը փորձի մարդկանց ականջներից այդ լապշաները կախի, թե իբր կոռուպցիան չի վերացել եւ այլ նույն կոռուպցիան, իհարկե կոռուպցիան վերացել է համակարգային մակարդակում։ Այլ բան, որ ինչ-որ անհատական, ինչ-որ կամ ինչ-որ խմբերի մեջ դրա որոշ դրսևորումներ պահպանված են, բայց ես որ ասում եմ մենք գտնվում ենք շարունակական անցման մեջ, խոսքը նաև վերաբերում է հենց այս երևույթների աշճանական հաղթահարմանը, որովհետև մրցակցային հասարակության մեջ կոռուպցիան ինքը ունենում է դրսևորումներ, բայց ինքը անընդհատ բացահայտվում է։ Որովհետև չկա կոռուպցիայի հովանավոր երկրի պրեզիդենտի մակարդակով կամ երկրի վարչապետի մակարդակով։ Մի բան, որ մենք ունեցել ենք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության շրջանում, եւ այս մյուսի Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Հիմա մի տեսակ փորձում են նաև Լևոն Տեր-Պետրոսյանին չքմեղացնել, բայց ես այդ շրջանը շատ փայլուն ձևով հիշում եմ, այն ժամանակ էլ ես եղել եմ արդեն համալսարանը ավարտած, աշխատանքի ընդունված տարիքում, եւ ես էլի առնչվել եմ տարբեր տեսակի, հենց 94 թվականին ես առնչվել եմ արդեն իմ հայրիկի հայրական տունը սեփականության վկայականը փոխելու խնդրի, երբ որ ինձնից բացեի-բաց այդ բանում հաստատությունում հիմա չեմ հիշում բանում է գտնվում Խանջան փողոցի վրա է եթե չեմ սխալվում գտնվում բացեի-բաց ասում է բա դու ինձ դու լավ տղա ես երևում այդ ասում է բա մի բանը լավություն չես ուզում անես որ մենք էլ քեզ լավություն անենք փող ես ուզում էլի այն ժամանակ էլ իրանց տերմինները կային էլի եւ ես շատ լավ հիշում եմ թե ովքեր էին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նշանակվում Վանո Սիրադեղյանի օրոք այդ կոռուպցիոն Սերժ Սարգսյանի օրոք ուրեմն դատավորները դատարանի դատավորները ինձանից փող էին շորթում վճռի համար ոչ թե ես էի առաջարկում շորթում էին ասում էին կբերես Ինձ էլ են այդպես ասել, այսինքն դա պայմանն է, այո, դա պայմանն է եղել այդ համակարգում, որ սովորական քաղաքացու վերաքննիչ դատարանի։ Այո, գործը ընթացք տան։ Այն էլ հայտնի չէ, որ դու ինչ որ գումար որ տալիս ես, քո գործը հաջողության կհասնի, թե չէ, որտեղ այն մյուսը մյուս կողմը կարող է ավելի մեծ գումար տալ։ Այո, կամ կարող են քո փողը աշճանում վերցնել, հետո ասել չեղավ գործը, ու դու ում պետքա դիմեիր, չէ, ասենք քաղաքացին բացարձակ անպաշտպան է այդ կոռուպցիոն համակարգի առջև։ Այնպես որ մենք հիմա հենց այդ անցումն ենք ապրում եւ այդ անցումը մենք կարող ենք ասել, որ հարաբերականորեն ավարտված կարելի է համարել, եթե մենք ունենանք արդեն գերադասորեն մրցակցային սկզբունքներով
ապրող եւ համակեցության մեջ գտնվող հասարակություն ժամանակ է։ Վերջի հարցը, խնդրում եմ հնարավորինս կարճ, եթե 26-ի ընտրություններին հները վերադառնան, նորից անցումը կկատարվի հետընթաց կլինի։ Հետաքրքիր հարց եք ասում։ Հները կարող են վերադառնալ միայն մի պայմանում, եթե Ռուսաստանի կողմից գործադրվի թաքուն կամ ակնհայտ բռնի գործողություն, ուժային գործողություն Հայաստանի հանդեպ, հա։ Ստվերային կամ ակնհայտ, օրինակ հոկտեմբերի 27-ը ստվերային գործողություն էր Հայաստանի ինքնիշխանության հանդեպ, որը դեռ չի բացահայտվել, բայց որը որ իմ կարծիքով եթե շատ շահագրգիռ ուժեր հայտնվեն, դա կարող են բացահայտել, հա։ Մյուսը այն բացահայտ միջամտություն, եթե չարվի Հայաստանի ներքին գործերին։ Դրա հնարավորությունը այս պահի դրությամբ հաշվի առնելով, որ այդ հիմնական վտանգը գալիս է այսպես կոչված հյուսիսային բարեկամից, չէ, այս պահին բանը կարծեք թե ավելի քիչ է, քանի որ ինքը զբաղված է շատ իր համար ավելի կարևոր գործով, այսինքն եվրոպական արևմտյան բարեկամներով է զբաղված։ Հա, բարեկամներով, իսկ Ռուսաստան տրադիցիոն քաղաքականությունը ինչպես է եղել, ինքը միշտ մտածել է, որ Կովկաս ինքը կարող է մի շեշտը դրվել արևմուտքի վրա միշտ։ Արևմուտքում իր խնդիրները լուծի, Բալկանյան ճակատում նախ այդ պատմականորեն կամ արևմտյան ճակատում, իսկ Կովկասը այդ խնդիրները լուծելուց հետո մեկից մեկ լուծվող գործ է, հա, այսինքն շատ նեղուցների տիրելու նպատակով Կովկասը անընդհատ դրվում էր երկրորդ պլան։ Այո, եւ շատ դեպքերում կարծեք թե այդ շարունակվում, բայց հույս ունենանք, որ աշխարհաքաղաքական իրադրությունը այնպես կդասավորվի, որ Հայաստանին կհաջողվի վերականգնել իր ինքնաշխանությունը որպես առանձին պետություն, անկախացած պետություն եւ կարողանա արդեն այդ դիրքից Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները կարգավորել գործընկերային այլ պետությունների հետ էլ եւ մեզ ոչ թե Ռուսաստանը փորձի մեր երկրի ներսում իշխան վարչապետ նշանակի կամ նախագահ նշանակի կամ կառավարություն նշանակի կամ ասենք ազգային անվտանգության ծառայության պետ նշանակի, այլ այդ ամեն ինչը մեր ներսում կլինի եւ մենք կունենանք եւ գեներալներ, որոնք որ գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կոնտեքստում, այլ ոչ թե ռուսական, այսպես ասած, մեծ բարեկամի ցանկությունների կոնտեքստում եւ ծրագրերի կոնտեքստում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Թադևոսյան։ Մեր հյուրներ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, քիչ անց կվերադառնանք եւ շարունակենք մեր եթերը։